Հարց համար 16 Սուբվենցիոն ծրագրերին գումար հատկացնելու մասին հարցը զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյան։ Շնորհակալ եմ մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիոն ծրագրերը 1 միլիարդ 59 միլիոն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծ է։ Նախագծով առաջարկում է համաֆինանսավորել ընդհանուր թվով 14 համայնքների թվով 20 սուբվենցիոն ծրագրեր, որոնցից Արագածոտնի մարզում 1 ծրագիր, Արարատի մարզում 3 ծրագիր, Արմավիրի մարզում 8, Գեղարքունիքի մարզում 1, Կոտայքի մարզում 1 ծրագիր, Շիրակի մարզում 2, Սյունիքի մարզում 1 ծրագիր եւ Տավուշի մարզում 3 ծրագիր։ Պարոն վարչապետ, համաֆինանսավորման այս որոշումը կայացնելուց հետո արդեն 2026 թվականի պետական բյուջեից մենք կունենանք համայնքներին տրված 4 միլիարդ 117 միլիոն դրամի համաֆինանսավորում, խնդրում եմ հաստատել։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, այժմ թվարկեմ այն ծրագրերը, որոնք ֆինանսավորում ենք այս որոշմամբ։ Արագածոտնի մարզում Թալին համայնքի Թալին բնակավայրի թիվ 2 մանկապարտեզի վերակառուցում աշխատանքների 75%-ը իրականացված է, նախատեսված է 150 սանի համար։ Արարատի մարզում Արտաշատ համայնքի Արտաշատ բնակավայրի գազաֆիկացման աշխատանքներ ավարտված են աշխատանքները, 400 գծամետր երկարությամբ գազատար է կառուցվել 15 տնային տնտեսության համար։ Արարատ համայնքի Արմաշ բնակավայրի ճանապարհների վերանորոգում ասֆալտապատմամբ երկրորդ փուլ կատարված է շինարարական աշխատանքների 45%, ասֆալտապատվել է 1 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ճանապարհ։ Արարատ համայնքի Արարատ բնակավայրի մշակույթի տան վերանորոգում եւ հարակից այգու բարեկարգում առաջին փուլ, որը ավարտվել է, վերանորոգվել է մշակույթի տունը, կառուցվել է ջեռուցման համակարգ եւ բարեկարգվել է հարակից այգին։ Արմավիրի մարզում Արաքս համայնքի Հայկաշեն բնակավայրի մշակույթի տան նորոգում ավարտական փուլում են աշխատանքները, 150 նստատեղով դահլիճի շենքն է վերանորոգվել 312 քառակուսի մետր մակերեսով։ Արաքս համայնքի Գայ բնակավայրի Իսահակյան Եսարյան կենտրոնական ճանապարհի մայթեզրերի կառուցման եւ սալարկման աշխատանքներ, որը նույնպես գտնվում է ավարտական փուլում, տուֆով սալարկվել է 1.5 կիլոմետր երկարությամբ ճանապարհի մայթեզր։ Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի թիվ 11 մսուր մանկապարտեզի շենքի հիմնանորոգում կատարված է աշխատանքների 87%-ը, մանկապարտեզը նախատեսված է 165 սանի համար։ Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի Սայաթ-Նովա փողոցի Արարատյան Սայաթ-Նովա 5 բազմաբնակարան բնակելի շենքի խմելու ջրամատակարարման նոր համակարգի կառուցում, որը ավարտված է, կառուցվել է 1.2 կիլոմետր երկարությամբ ջրագիծ, շահառուները 89 տնային տնտեսություն։ Մեծամոր համայնքի Մեծամոր բնակավայրի Միքայելյան, Թումանյան, Տերյան եւ Կոմիտաս փողոցների ջրագծերի փոխարինում աշխատանքները ավարտված են, կառուցվել է 3.5 կիլոմետր երկարությամբ ջրագիծ, շահառուները 1077 տնային տնտեսություն։ Վաղարշապատ համայնքի Շահումյան բնակավայրի Հարությունյան M3 միջպետական ճանապարհից մինչև Շահումյանի միջնակարգ դպրոցի ետնամաս ստանող ճանապարհի ասֆալտապատում եւ մայթի կառուցում, որը ավարտված է 1.1 կիլոմետր երկարությամբ ճանապարհի մասին է խոսքը։ Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի թիվ 6 Արևիկ մանկապարտեզի հիմնանորոգում եւ նոր մասնաշենքի կառուցում ավարտված են աշխատանքները, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 300 սանի համար։ Այն որ այցելեցինք, այդ մանկապարտեզն է։ Բաղրամյան համայնքի Արգինա բնակավայրի ոռոգման 1000 մետր երկարությամբ ներտնային ցանցի կառուցում աշխատանքներն ավարտված են, կառուցվել է 1 կիլոմետր երկարությամբ ոռոգման ներտնտեսային ցանց, ոռոգելի հողատարածքները կավելանան 80-ից 100 հեկտարով, շահառուները 45 տնտեսություն։ Գեղարքունիքի մարզում Մարտունի համայնքի Մարտունի բնակավայրի Երևանյան եւ Միասնիկյան փողոցների լուսավորության ցանցի վերակառուցում կատարված է աշխատանքների 95%-ը, կառուցվել է 1.8 կիլոմետր երկարությամբ լուսավորության համակարգ, տեղադրվել է 67 հենասյուն եւ 134
LED լուսատու։ Կոտայքի մարզում Աբովյան համայնքի Բալահովիտ բնակավայրի 7-րդ փողոցի առաջին նրբանցքի առաջին թաղամաս առաջին եւ երկրորդ փողոցների Ծաղկունք թաղամասի 3-րդ փողոցի եւ 3-րդ փողոցի 5-րդ նրբանցքի առաջին փակուղու գազաֆիկացման աշխատանքներ, որոնք ավարտված են, կառուցվել է 2.5 կիլոմետր երկարությամբ գազատար շահառուները 104 տնային տնտեսություն։ Շիրակի մարզում Գյումրի համայնքի աղբանության ծառայությունների մատուցման համար աղբատար մեքենայի ձեռքբերում։ Մեքենան ձեռք է բերվել եւ տրամադրվել է համայնքին։ Աշոց համայնքի Թավշոտ բնակավայրում ռոռոկման համակարգի կառուցման աշխատանքներ, որը ավարտական փուլում է, կառուցվել է 2.7 կիլոմետր երկարությամբ ռոռոկման համակարգ, ռոռոկելի հողատարածքը 195 հեկտար, շահառուները 68 տնտեսություն։ Սյունիքի մարզում Կապան համայնքի Գեղանուշ Գոմարան բնակավայրերի գյուղամիջման ճանապարհների նորոգում եւ ասֆալտապատում ավարտված են աշխատանքները, ասֆալտապատվել է 1.8 կիլոմետր երկարությամբ ճանապարհ։ Տավուշի մարզում Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի 45 փողոցի առաջին փակուղի թիվ 1 բազմաբնակարան բնակելի շենքի էներգոարդյունավետ արդիականացում կատարված է աշխատանքների 70%-ը հիմնանորոգվել է 2428 քառակուսի մետր մակերեսով տարածք։ Իջևան համայնքի Իջևան բնակավայրի ազատամարտիկների եւ Թատերական փողոցների մայթերի Թատերական փողոց 3, Մայիսի 28 փողոց 41 շենքերի բակերի, Կենցաղի տան շրջակայքի եւ Աբովյան 18 շենքից անկախության փողոց տանող ճանապարհ բազմաբնակարան շենքերի բակերի հիմնանորոգում եւ ասֆալտապատվում։ Կատարված է աշխատանքների 80%-ը, ասֆալտապատվել է 4276 քառակուսի մետր մակերեսով բնակելի տարածք։ Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի 2-րդ փողոց, Գետահովիտ բնակավայրի 5-րդ փողոց, Գանձակար բնակավայրի 6-րդ փողոց, Ակնախբյուր բնակավայրի 5-րդ փողոց առաջին փակուղի ճանապարհների հիմնանորոգում եւ սալարկում տուֆ քարով կատարված է աշխատանքների 70%-ը եւ սալարկվել է 4.3 կիլոմետր երկարությամբ ճանապարհ։ Հարգելի գործընկերներ, այս առիթով նույնպես ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիներին, որոնց գեներացված գումարներով է կառավարությունը եւ համայնքները այս ծրագրերը իրականացնում եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր չեն մոռանում հսկիչ դրամարկային կտրոն տրամադրել եւ այն քաղաքացիներին, ովքեր ամեն դեպքում պահանջում, ստանում եւ վերցնում են հսկիչ դրամարկային կտրոն, որպեսզի կառավարությունը այս բոլոր ծրագրերը իրականացնելու հնարավորություն ունենա։ Եվ նաև ուզում եմ հետևյալը երեկվա ընդհանրապես մարզային այցերից 1-2 տպավորություն կիսել, որովհետև բաներ կան, որ մենք ասում ենք ու չենք ֆիքսում։ Մասնավորապես մենք տարիներ առաջ որդեգրեցինք 500 մանկապարտեզ կառուցելու ծրագիրը եւ 2026 թվականին մենք կկառուցենք, այսինքն համոզված ենք, որ 500 մանկապարտեզը կունենանք։ Բայց մենք չենք գնահատում եւ առերեսվում, որովհետեւ 500 մանկապարտեզների մեծ մասը, մի զգալի մասը, իհարկե ես այսօր առավոտ հանձնարարական եմ տվել վիճակագրությունը կամփոփենք։ Խոսքը ընդհանրապես գոյություն չունեցող մանկապարտեզների մասին է, այսինքն պատկերացնում եք բնակավայրեր, որոնք հարյուրավոր տարիներով մանկապարտեզ չեն ունեցել եւ երկրորդը ունենք դեպքեր, երբ որ սեփականաշնորհված են եղել մանկապարտեզների շենքերը եւ ինչ որ ձևերով վերադարձվել են եւ ունենք մանկապարտեզներ, որ ասենք 30 տարի պարզապես չեն գործել կամ 15 տարի կամ 25 տարի։ Եվ ես ուզում եմ մենք էլի մեր խնդիրներին առերեսվելով տնտեսական, սոցիալ-հոգեբանական, սոցիալական մենք չենք տեսնում պատճառահետևանքային կապը։ Բա 500 մենք մտածում ենք հաջորդ փուլում եւս 100 մանկապարտեզի կարիք կլինի, որը այս փուլում կհագեցնի։ Լավ, մաքսիմում թող 200 մանկապարտեզի կարիքը լինի։ Բայց մենք չենք գնահատում այդ 500 մանկապարտեզի բացակայությունը ինչ հետևանքներ ա բերել Հայաստանի Հանրապետության եւ տնտեսության եւ ընդհանրապես բոլոր ուղղություններով մեր երկրի զարգացումը ինչքան է կասեցրել։
Ինչքան երիտասարդ մայրեր են, որ այդ ամենի հետևանքով կրթությունը բարելավելու հնարավորություն չեն ունեցել, աշխատելու հնարավորություն չեն ունեցել, ինչքան երեխաներ են, որ ոչ միայն կրթություն չեն ստացել, այլև այն ժամանակը, որ պետք է անցկացնեն կրթական հաստատությունում, չգիտեմ որտեղ են անցկացրել այդ ժամանակը, եւ դա ինչ հետևանքների ա բերել, սկսած երկրում քրեական ենթամշակույթի զարգացումից եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ սա ֆունդամենտալ խնդրեմ է, որի հետ մենք պետք է առերեսվենք, որովհետեւ երբ որ մենք խոսում ենք երկրի զարգացման մասին, մենք այսօր մանկապարտեզներ մենք ավելին հիմա շատ կարևոր որոշումներ այսինքն դե ֆակտո կայացված են այդ որոշումները մնում է դե յուրե արձանագրել, նաև չնայած մասամբ նաև դե յուրե են արձանագրված